Եթե դուք չեք կարողանում մեկ քայլանի պարզ գործողություն կատարել, ո՞նց եք հավակնում շուտով պատգամավոր դառնալ։ Ուրեմն ձևիստները հրատապ ասուլիս են հրավիրել, լրագրողներին հավաքել են, պապկաներ են պատրաստել, մոնիտոր են դրել ու հայտարարում են, որ տեսեք, մենք ուսումնասիրություն ենք կատարել ու քաղաքացիական պայմանագիրը զրոներ է ստացել որոշ ընտրատեղամասերում եւ սակայն նրանց համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 700, 500, 400 ձայներ։ Ուրեմն մտնում ենք elections.am, որտեղ կա բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունների սկանավորված տարբերակը, որոնք ստորագրված են նաև ընդդիմադիր հանձնաժողովականների կողմից ու նայում ենք նրանց հրապարակած ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 է ստացել, թե համապատասխան 717 ձայն։ Ու սենց կեղծ մանիպուլյացիաներով ես ձեզ ասեմ, նախորդ խորհրդարանից ավելի որակյալ խորհրդարան չենք ունենա։ Մի քիչ շրջահայաց եղեք, մի կասկածեք քաղաքացիների ողջախոհության վրա եւ ինտելեկտը մի վիրավորեք մարդկանց, սպաղվեք ավելի լավը, ավելի լուրջ գործերով։ Ամբողջ հանրապետությունով մեկ, ոնց որ դուք եք ասում, շուրջ 700 ձերբակալված քաղաքացիներ ունեք, թիմակիցներ, որոնք ընտրակաշառք են բաժանել։ Այ նման հարցերով սպաղվեք։ Եթե մարդիկ մտածում են, որ կեղծվել է, նրանց ձայնը լսելի կլիներ։ Մենք որևէ ձայն անգամ շշուկ չենք լսում սրա մասին։ Որոշ կաշառատուներ բողոքում են, որ կաշառքը ամբողջությամբ տեղ չի հասել, անգամ ասում են, որ 1,5 միլիոն իրենց գցեց, հիշում եք Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցը, որ 1,5 միլիոն իրենց գցել են եւ իրենց չեն ընտրել։ Այսինքն փողը վերցրել են, չեն ընտրել։ Դրանից են բողոքում։ Դրա համար ցույց անելը այնքան էլ տրամաբանական չէ, չէ՞։ Ես կարծում եմ մարդիկ կարող են ցույց անել իրենց, կողմնակիցները մի դեպքում, այն որ փողը խոստացած չեն տվել, կիսատ են տվել, ձայնագրությունից հիշում եք, որ որոշները անգամ բողոքում էին, որ երևանցիներին ավելի շատ են տալիս, մարզերին քիչ են տալիս, որ շալվարի փող են տալիս, չեն տալիս եւ այլն։ Մարդիկ կարող դրա համար օրինակ բողոքեն, բայց չեմ կարծում, որ դա հրապարակ կլցնի եւ դրա համար մարդիկ դուրս կգան։ Բայց սպասում է ուժեղ հանրահավաք։ Մենք վստահ ենք, որ նրանք որևէ անգամ թույլ հանրահավաք չեն կարող անել, ելույթ մնաց ուժեղ, նրանք ուժեղ մի բան են կարողանում անել, ուժեղ ընտրակաշառք են բաժանում ինչ խոսք, եւ տեսակ, որ ուժեղ կրվում են։ Ու այս դեպքում կարծում եմ այդպես Սամվել Կարապետյանը տենց միամիտ ուղակի բան փստացրեց, այսպես դուրս տվեց եւ հիմա բոլորով ընկած պայքարում են դրա դեմ, փորձում են պատճառներ ման գալ, թե ինչու չեն անելու ինչ որ հանրահավաք։ Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում։ Հոպարն ասում է լավ չի, եղբոր տղան ասում է լավ է։ Բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը միջանցք է Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխվելու համար։ A few moments ago. Եվ Թրամփի թրիփ նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Այս նախագիծը ունի նաև շատ կարևոր անվտանգային հիմնավորում, որը իրականում այսօր Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր։ Մենք տեսանք հիբրիդային հարձակման օրինակներ, դրսից մեր ներքաղաքական կյանքին խառնվելու բազմաթիվ դեպքեր, եւ այս դատարկ աթոռը եւ սրանից առաջ նաև վստահ եմ, որ էլի գործիչների եք փորձել գտնել, բայց դատարկ է մնացել ընդդիմության աթոռը։ Սա խոսում է նրա մասին, որ այդ քաղաքական անվտանգային կոմպոնենտի հետ իրենք չեն կարող առնչվել։ Ինչ է Հակոբյան, դուք իրավացի եք, դա անվտանգային կոմպոնենտ եւս ունի, ներողություն։ Բայց ինչու որևէ երկրում ոչ միայն Ռուսաստանն է այստեղ հարցը, ցանկացած այսօր կարող է Ռուսաստանն է, վաղը մի այլ ուրիշ երկիր լինի։ Այս փյուրքից կարող են մարդկանց այնտեղ օրինակ շահագրգռել մեր եւ ապա համակարգը կարողանա բացահայտումներ անել։ Իսկ սահմանադրական է թե ոչ օրենքը, մենք ունենք համապատասխան մարմին, սահմանադրական դատարանն է իրավասու տալու եզրակացություն եւ սահմանադրական դատարանը իր եզրակացությունը կտա։ Մենք չեն, որը իրեն միակ տղամարդներ, այսպես ասած, դիրքավորում, նա այս ընթացքում դու տեսակ էլ բլոգեր դարձավ, էլ երեխաներին սկսեց գրկել, եկեղեցիներ մտնել եւ այո, եթե ես նախորդ ընտրությունների արդյունքներից ելնելով մտածում եի, որ նա հաստատ չի վերցնելու մանդատը եւ այդպես էլ եղավ, ապա հիմա շատ հարցական է, որովհետեւ իր պատվից վեր, համարող այդ падգամավորի կարգավիճակը ընդդիմադիր, նա արդեն կարող է նորմալ ընդունել, որովհետեւ ելի եմ ասում, նա դա անգամ բլոգեր դարձավ մեր դարտից։